երեխան ծնված օրվանից ինքը պիտի հոգևոր դաստիարակություն ստանա։ Այ մի օր մի ծնող գնում է մի սրբակենցաղ վանականի մոտ, ասում է. «Երբ սկսեմ իմ երեխայի հոգևոր դաստիարակությունը», ասում է երեխան քանի, ինչքան է, ասում է 6 ամսական, ասում է արդեն 6 ամիս ուշացել ես։ Ուրեմն ծնված օրից պիտի սովորեցնես, երեխան խոսել սովորեցրեց, իրեն աղոթել պիտի սովորեցնես, երեխան ու քայլել սովորեցրեց, իր ոտքերը պիտի ուղես Աստծո։ Նախ ծնողը պիտի ապրի։ Երբ որ երեխան տեսնի, որ ծնողը խոսում է այս արժեքներ, բայց ինքը դրա կրողը չէ, ինքը անտարբեր պիտի դառնա։ Հիսուս ինչ էր անում։ Ինքը ինչ որ խոսում էր, ապրում էր։ Դրա համար նույնիսկ փարիսեցիները, որ Հիսուսին ատում էին, ասում են վարդապետ, մենք գիտենք, որ դու անաչառ մարդ ես, երբեք մարդկանց մեջ տարբերություն չես դնում։ Այսինքն Հիսուս իր կեցվածքով, իր քարոզած ապրածով սովորեցեց անգամ իրեն հակառակորդ մարդկանց ընդունել, որ Հիսուս այդ ճշմարիտ սիրո քարոզիչն է։ Եվ երեխայի մեջ պիտի դնես այդ արժեքները։ Շնորհակալություն բառը մանկուց պիտի սովորեցնես, ներողություն խնդրելը մանկուց պիտի սովորեցնես, դիմացինին գնահատելը մանկուց պիտի սովորեցնես, որովհետև դու այս երեխան քո սեփականությունը չի։ Իմ զավակը իմ սեփականությունը չի, իմ զավակը ավելի շատ դպրոցում է լինում, քան մեր տանը, չէ։ Ուրեմն այն դպրոցը որ գնում է, ինքը պետք է արժեքը քո տանից ստանի այնտեղ։ Եվ հետո երեխան այս հասարակությանն է, պետությանն է պատմում, դու նաև քո վաղվա օրն ես պատրաստում երեխայի դաստիարակություն։ Եթե կա հոգևոր արժեքը մարդու մեջ, ես միշտ ծնուն ասում եմ, եթե ձեր երեխան սովորեցնեք աղոթել, Աստծով ապրել, իրենք մեծանան, ինչ էլ աշխարհում կատարվի, իրենք իրենց կյանք, իրենց կերպարը չեն փոխել, իրենք մնալ են մաքրության ու ազնվության մեջ, բավարարվելու են քչով, օգտվելու են այն ինչ որ իրենց է վերապահված եւ տալու են այն ամեն ինչ որ կարող են տալ դիմացի մարդուն ուրախություն պատճառելու համար։